Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այն կետին, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է դառնալ ճակատագրական։ Լարվածությունն արդեն չի սահմանափակվում միայն խոսքերով կամ հարաբերություններով, այն վերածվել է իրական պայքարի, ուժի, ազդեցության և ամենաթանկ մարդկանց համար։ Ամեն ինչ արվում է այն պահին, երբ Հունանը վերջնականապես հասկանում է, որ Ավոն ոչ միայն խաբել է իրեն, այլ նաև ամբողջությամբ վերցրել է նրա ունեցվածքն ու բիզնեսները։ Սա հարված է, որը Հունանը չէր կարող ընդունել։ Նրա համար սա ոչ միայն ֆինանսական կորուստ է, այլ նաև իր դիրքի, իր հեղինակության փլուզում։ Ավոն ինչպես միշտ գործում է իր ոճով՝ արագ, հաշվարկված և առանց ավելորդ աղմուկի։ Նա Ռոզիի և երեխայի հետ փախնում է Մոսկվա, կարծելով, որ այսպես կարող է ժամանակ շահել և ապահովել նրանց անվտանգությունը, բայց նա մեկ կարևոր բան է թերագնահատում՝ Հունանին։ Հունանն այն մարդկանցից չէ, ովքեր կանգ են առնում հեռավորության կամ սահմանների առաջ։ Նա գտնում է Ավոյին, գտնում է Ռոզիին ու երեխային և վերադարձնում նրանց։ Սա արդեն ցույց է տալիս, որ նրա ռեսուրսներն ու հնարավորությունները դեռ շատ մեծ են, եթե նույնիսկ նա կորցրել է իր ունեցվածքը, բայց ամենասարսափելին այն է, թե ինչ է նա անում հետո։ Նա պահում է Ռոզիին ու երեխային իր մոտ։ Սա ոչ թե պարզապես պահում է, այլ ճնշում, շանտաժ, հոգեբանական պատերազմ։ Նա ուզում է ստիպել Ավոյին ստորագրել թղթերը և վերադարձնել ամեն ինչ, բայց Ավոն այն մարդը չէ, ով կկոտրվի շատ հեշտ։ Նրա կերպարն այս փուլում բացահայտվում է ամբողջությամբ։ Նա ոչ միայն խորամանկ է, այլ նաև պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։ Նրա համար ամենակարևորը հիմա իր երեխան է, բայց նա չի պատրաստվում պարզապես հանձնվել։ Եվ հենց այստեղ սյուժեն ստանում է նոր, շատ ավելի վտանգավոր շրջադարձ։ Էռնան ցանկություն է հայտնում հանդիպել Ավոյին։ Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես զգացմունքային քայլ, բացատրություն, պատասխաններ ստանալու փորձ, բայց իրականում սա կարող է դառնալ ամբողջ խաղի առանցքը։ Եթե Էռնան հանդիպի Ավոյին, շատ հավանական է, որ նա դառնա նոր խաղաքարդ այս պայքարում։ Ավոն կարող է պահել Էռնային։ Սա կլինի պատասխան քայլ Հունանին, փոխանակման սցենար Էռնա, Ռոզիի և երեխայի դիմաց։ Սա արդեն ոչ թե հակամարտություն է, այլ բացահայտ, փոխադարձ ճնշում, որտեղ յուրաքանչյուր կողմ օգտագործում է մյուսի ամենաթույլ կետը։ Բայց այս ամենի մեջ կա մեկ շատ կարևոր և հետաքրքիր ինտրիգային հնարավոր զարգացում։ Հավանական է, որ հենց հիվանդանոցում պարզվի, որ Էռնան հղի է։ Եթե սա հաստատվի, ապա սերիալը կմտնի լրիվ նոր մակարդակ, որովհետև այդ դեպքում վտանգի տակ կլինի ոչ միայն մեկ մարդու կյանք, այլ նաև նոր կյանքի ճակատագիրը։ Սա կարող է ամբողջությամբ փոխել բոլոր կերպարների որոշումները։ Հունանն իմանալով դա, կարող է կանգնել շատ ծանր ընտրության առաջ՝ շարունակել իր պայքարը, թե պաշտպանել ընտանիքը։ Ավոն նույնպես ստիպված կլինի վերանայել իր քայլերը։ Եթե մինչ այդ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ, ապա այս նոր հանգամանքը կարող է փոխել խաղի կանոնները։ Իննայիդերն այստեղ շատ կարող է վճռորոշ դառնալ։ Նա այն կերպարն է, ով կարող է փորձել կանխել ամենամեծ ողբերգությունը, բայց նրա հնարավորությունները սահմանափակ են։ Լեոյի և Դավիթի գիծը նույնպես կարող է կապվել այս ամենի հետ, որովհետև այս հակամարտությունն արդեն ազդում է բոլորի կյանքի վրա։ Գոյամարտն այս փուլում դառնում է ոչ միայն դրամատիկ սերիալ, այլ իրական հոգեբանական թրիլեր, որտեղ յուրաքանչյուր որոշում ծանր հետևանքներ ունի, յուրաքանչյուր քայլ կարող է փոխել ամեն ինչ, և յուրաքանչյուր կերպար կանգնած է իր կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Առաջիկա սերիաները խոստանում են պատասխանել ամենահուզիչ հարցերին։ Կհանդիպեն Էռնան և Ավոն, կպահի Ավոն նրան, կկայանա փոխանակումը, և արդյոք Էռնան իսկապես հղի է, և ամենակարևորը, արդյոք այս պատմությունը կունենա զոհեր։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտում սկսվել է ամենալարված փուլը, որտեղ խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում, ապա բաժանորդագրվեք մեր ալիքին։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Էռնան իսկապես հղի կլինի ու այս ամենով շատ հարցեր կլուծվի, վերջապես Ավոն կհասկանա, թե ինչ կարևոր է Էռնան իր համար,
թե այնուամենայնիվ շատ բաներ կփոխվեն։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները, սպասում ենք ձեր մեկնաբանություններին, չմոռանաք նաև բաժանորդագրվեք, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով հեռուստասերիալում նոր ինտրիգային ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, թե ինչի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով, դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է, իսկ թե Լեոն ու Լեան իսկապես կբաժանվեն, թե ոչ, կիմանանք ժամեր անց։ Նշենք, որ հեռուստասերիալի դերասանական կազմին է միացել նաև երգիչ դերասան Էմիլ Պողոսյանը, որի մասին արդեն խոսել ենք։ Ինչ կերպարով է հանդես գալու, դրական թե բացասական, կիմանաք, եթե դիտեք տեսանյութը։